Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, մենք շարունակում ենք օրակարգում պահել սահմանադրական հանրաքվեն, որը նշանակված է դեկտեմբերի 6-ին, եւ այդ շրջանակներում մենք փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում ոչի ճակատում, իշխանական ճակատի պահը կարծես թե ամեն ինչ հասկանալի է, նրանք փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի այդ հանրաքվեն իրականություն դառնա, այսինքն սահմանադրական փոփոխությունների նախագիծը օրենքի ուժ ստանա։ Եվ այսօր ես կզրուցեմ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, ազգային ժողովի պատգամավոր Լևոն Զուրաբյանի հետ, նաև արդեն ոչի ճակատի քարոզչական համատեղ շտաբի պետ։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան։ Բարև ձեզ։ Արդեն մտահոգիչ տեղեկատվություններ են գալիս կապված հանրաքվեի հետ։ Բոլորը կարծում եմ Հայաստանում այդպիսի մարդ չկա։ Ենթադրում եմ, որ իշխանությունները համապետական ընտրությունները տրամադրված են կեղծելու, ամենայն դեպս փորձն է այդ մասին խոսում, սակայն մինչև հիմա անդիմության կողմից կարծես թե չի հաջողվել գտնել այն բանալին, որով հնարավոր չէ թույլ տալ կեղծիքները դոմինանտ դառնան այդ ընտրությունների կամ հանրաքվեի ժամանակ։ Այժմ ինչ զինանոցով եք դուք փորձելու ներկայանալ այդ հանրաքվեին։ Բնականաբար մեր ամենամեծ զինանոցը դա հասարակության տրամադրությունն է։ Մեր հասարակությունը, օրինակ, եթե հիմա անցկացվեր այդ հանրաքվեն եւ ոչ մի խոչընդոտ չլիներ, մենք արդեն մեր հանդիպումներով ժողովրդի հետ, ընդհանրապես հասարակական մեր քննարկումներով ելնելով նաև այն փաստից, որ հասարակական կազմակերպությունները բոլոր մակարդակների, բոլոր ուղղությունների, նրանք բոլորը մերժում են այս հանրաքվեն, մենք տեսնում ենք, որ մոտ 80%-ը ժողովրդի հասարակության այսօր պատրաստ է ոչ ասել այս սահմանադրական փոփոխություններին, հասկանալով, որ սա փաստորեն Սերժ Սարգսյանի իր իշխանությունը երկարացնելու ծրագիր է։ Սա կա, երկրորդ կարևոր ռեսուրսը։ Այդ ոչը ինչպես ենք պահելու, էլի, այսինքն ասում են, չէ, կարևոր չէ ինչպես են քվեարկում, կարևորը թե ինչպես են հաշվում։ Շատ ճիշտ է, եւ այդ առումով ես շատ դրական եմ վերաբերվում այն ծրագրին, որը առաջարկում է ասպարեզ հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը, որը ինքը ասում է ստեղծենք 4000-անոց բանակ, որը փաստորեն 2000 տեղամասերում կկարողանա վերահսկել կատարվող գործը եւ դեմն առնել կատարվող օրինախախտումներին։ Այսինքն 4000-անոց աշխարհազոր բառն է օգտագործում, որը կռվելու է այդ ընտրատեղամասերում, կռվել իհարկե բան։ Իհարկե, դրանով մենք բոլոր ընտրակեղծիքների դեմը չենք առնի, որովհետեւ ընտրակեղծիքները իրականում մեծ հաշվով բաժանվում են 3 կատեգորիայի։ Մեկը դա այն է, որ ուղղակի ժողովրդին կաշառում են եւ ստիպում են գնալ քվեարկել վերահսկելով կարուսելի մեխանիզմներով, ասենք քվեարկել իրենց ուզած ձևով, եւ եթե դա մի քիչ հմուտ են կազմակերպում, այդ ամենը ոնց որ տեղամասից դուրս է կատարվում եւ մեկը կարուսելն է, մեկը բաց քվեարկությունը, երկուսն էլ ազգ։ Եվ ներսից շատ դժվար կլինի այդ օրինախախտումը տեսնել, բայց դա պահանջում է շատ մեծ օպերացիա կաշառքի բաժանման, այսինքն դա շատ եւ աղմկահարույց է եւ ի վերջո բռնվելու հավանականությունը մեծ է։ Այդքան մեծ չի, որովհետեւ դատախազությունը եւ իրապահ մարմինները իրականում գործում են իշխանության կողմից եւ աչք են փակում։ Ես լրագրողների կողմից նկատի ունեի, ես բոլորովին այո, լրագրողների կողմից, այո, դա կարելի է տեսնել եւ դրա դեմն առնել ինչ որ չափով, այսինքն գոնե աղմուկի առումով։ Երկրորդը դա բազմակի քվեարկողների ինստիտուտն է, որ գնում են բրիգադներ են, շրջիկ խմբեր, ովքեր գնում են մի տեղամասից մյուս տեղամաս եւ քվեարկում են մի քանի անգամ կամ նույն անվան տակ, կամ ասենք հանրապետությունից բացակա մարդկանց անվան տակ եւ այլն եւ այլն։ Ըստ իրավիճակի, այսինքն ըստ նրա թե ինչքանով տեղամասում հանձնաժողովը վերահսկում է իրավիճակը եւ ինչքանով կարող է այդ կեղծիքները թույլ տալ։ Եվ այստեղ մենք արդեն տեսնում ենք, որ այս բազմակի քվեարկողների ինստիտուտի ուժեղացման քայլ է արվում, այսօր արտահերթ կարգով բերել են ազգային ժողով մի օրենք, որը թույլ կտա քվեարկել նույնականացման քարտերով։ Այդ մասին ուզում եի հարցնել, որը կարծես շատ վտանգավոր է
թե լրագրողների, թե տարբեր մտահոգ քաղաքացիների կարծիքով, որ նույնականացման քարտերը դա փաստորեն կանաչ լույս է վառում կրկնակի քվեարկության համար, ոչ մի կերպ չի վերահսկվում։ Ես հիմա խոսեմ այդ թեմայի մասին, ուղղակի որ շարունակեմ միտքս, կա նաև երրորդ ինստիտուտը կեղծման, դա երբ որ որոշ տեղերում կարողանում են ամբողջ հանձնաժողովները իրենց վերահսկողության տակ վերցնել, ասենք կաշառելով կամ բռնության սպառնալիքների ճնշմամբ, ասենք լռեցնելով անդիմադիր ներկայացուցիչներին կամ դիտորդներին, կարողանում են լրիվ իրաց վերահսկողության տակ վերցնել այդ մի ամբողջ տեղամաս եւ հանգիստ ուղղակի գրում են այն արձանագրությունը, այն թիվը, որը պլանավորել են։ Այս 3 մեծ հաշվով մեխանիզմներ են գործում։ Ես հիմա ձեր ուղղակի առաջարկությամբ կանրադառնամ երկրորդին կապված այս նույնականացման քարտերի հետ։ Տեսեք, քանի որ մտցված էր մի մեխանիզմ, որ անձնագրերում դնում էին դրոշմակնիկ, այսինքն բացառելու համար այդ նույն անձնագրով այլտեղ քվեարկելը, իհարկե դա էլ մեծ որը առավոտյան ժամերին ցնդելու սովորությունն էր, որը առավոտյան ժամերին ցնդելու սովորությունն, բայց մեծ աղմուկ եղավ այնուամենայնիվ։ Հիմա որոշել են մի քիչ հեշտացնել իրենց գործը եւ թույլ տալ քվեարկել նույնականացման քարտերով, որտեղ գոյություն չունի հասցե, այսինքն գրանցման հասցե նշված չի եւ վստահված անձին հնարավորություն չունի ինքը ստուգելու, ասենք այդ հասցեով մարդը կարող էր այս տեղամասում քվեարկել թե չէ եւ բ դա նաեւ չկա նաեւ հիմա էլեկտրոնային որևէ հնարավորություն այնպիսի նիշ թողել այդ քարտի մեջ, որ պարզ լինի, որ այս քարտը արդեն քվեարկել է։ Այստեղ մի հարց, դուք մասնակցել եք ընտրական process-ներին, տեղյակ եք, եթե ես իշխանությունն եմ, ասենք ենթադրենք փորձում եմ կեղծել նույնականացման քարտերը օգտագործելով, հնարավոր է արդյոք ենթադրենք արաբկիր տարածաշրջանն ենք վերցնում, որտեղ կա 100 ընտրատեղամաս, մի մարդուն գրանցել բոլոր այդ 100 ընտրատեղամասերում եւ այդ մարդը, ասենք նույնականացման քարտով, հերթով ընտրատեղամասերով պատտվելով քվեարկի։ Դա հնարավոր է թե ոչ։ Շատ հանգիստ հնարավոր է, այդ տեխնոլոգիաները կիրառվում են, դրա համար այդ ոստիկանական բաժիններն են օգտագործում, անձնագրային բաժինները եւ ի վերջո ոստիկանությունն է այդ ցուցակը կազմում, շատ հանգիստ նրանք կարող են այդ անունները մի քանի տեղ գրանցել, եթե հիշում եք 2012 թվին այդ մի քանի փաստեր բացահայտվել են, որ նույն անուն, ազգանուն, հայրանունը մի քանի տեղ գոյություն ունի եւ այլն եւ այլն։ Այդ էլ են անում, ասում եմ, ամբողջ մեքենան իրենց ձեռն է, ոստիկանությունը, որ ցուցակներն է պատրաստում, դատախազությունը, որը կաշառքը չի բռնում, եւ եթե հանձնաժողովի անդամները մի քիչ կամ անուշադիր լինեն, կամ էլ հատուկ ուշադիր լինեն, որ կեղծ քվեարկությունը լինի եւ կոնկրետ ինչ-որ մեկի փոխարեն նա գա քվեարկի, ուրեմն այդ գործը գնում է առաջ։ Իշխանությունները այստեղ մենք կարող ենք իրենց, ինչ ասեմ, օրենքի նկատմամբ առհամարանքի կամ բարոյականության բացարձակ պակասի առումով մենք կարող ենք վստահ լինել, որ ոչ մի արգելք չունեն։ Լավ, հիմա բոլոր հնարավորությունները կիրառելու են։ Իշխանության դիրքորոշումը եւ տրամադրվածությունը հասկանալի է եւ այստեղ գրեթե բացահայտելու բան չկա։ Ինչպես է հնարավոր դրա դեմը առնել եւ քաղաքացին ինչով պետք է մասնակցություն ունենա, այդ մասնակցությունը կարող է լինել կամավորական սկզբունքներով, չգիտեմ, բազմաշերտ, բազմաբովանդակ մասնակցության մասին է խոսքը։ Դուք ոչի ճակատի ներկայացուցիչ եք, համատեղ շտաբի պետ, այ քաղաքացիներին, ովքեր ուզում են, որ ոչ ասեն եւ այդ ոչը պապանվի, չկեղծվի, ինչ պետք է անեն իրենք։ Նախ ես ասեմ, որ ես կտրականապես դեմ եմ այն պնդումներին կամ այն մտայնությանը, որ ասում են, քանի որ միևնույնն է կեղծվելու է, ուրեմն պայքարը ոչ մի իմաստ չունի, ավելին դա բերելու է հուսախաբությանը, հերթական անգամ մարդիկ կոգևորվեն, հերթական անգամ խնդրեմ կունենան։ Այդ ասողները երբևիցե մտածել են, թե ինչ մեծ հուսախաբության, ինչքան ավելի մեծ հուսախաբության կգա ժողովուրդը, եթե տեսնի, որ ընդհանրապես ոչ պայքարող, ոչ դրա դեմն առնող կա, ոչ մեկը, որը ընդհանրապես
դիմադրում է Սերժ Սարգսյանի իր իշխանության հավերժացման փորձերին։ Դրանից ավելի մեծ հուսախաբություն կարելի է պատկերացնել։ Այդ դա է ամենամեծ հուսախաբությունը բերելու, եթե ժողովուրդը տեսնի, որ ասպարեզում ընդհանրապես ոչ քաղաքական ուժ կա, ոչ քաղաքացիական նախաձեռնություն կա, ոչ հասարակական կազմակերպություն կա, որ սրա դեմը փորձում է առնել։ Ուրեմն սա ինձ համար կտրականապես մերժելի է։ Եթե մտածում են, որ այս ճակատամարտը կարելի է բաց թողել, հետո գնալ պարլամենտական ընտրությունների, դա ինչ ասեմ, դա սովորական դասալքությունից կամ դավաճանությունից ոչ մի բանով չի տարբերվում, որովհետև այդ մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, ես ավելի չեմ ուզում որևէ կոնկրետ հասցեատեր նշել, ես այդ մտայնությունը ես համարում բացարձակ սխալ մտայնություն, որովհետև սա նշանակում ինչ է նշանակում, սա նշանակում է, որ եկեք չպայքարենք, հետո կարողանանք պարլամենտում տեղ գրավենք։ Ըստ էության սա է։ Եվ այդ դա կարող է առաջացնի մեծագույն հուսախաբություն։ Եվ ի վերջո ժողովրդին պետք չի դնել, չգիտեմ, հիմարի տեղ, որովհետև ժողովուրդը շատ լավ տեսնում է, ով է ճակատամարտ տալիս, անկախ նրանից պարտվում է, թե հաղթում է։ Ինքը կամքը ճակատամարտ տալու, դիմադրելու բռնապետությանը շատ կարևոր գործոն է եւ ժողովրդի կողմից իր հիշողության մեջ արձանագրվող գործոն։ Դրա մասին ժողովուրդը երբեք չի մոռանա։ Սա մեկ, բայց այդ ամենը ասելով ես չեմ համարում, որ ամեն ինչ կանխորոշված է։ Ես չեմ համարում, որ միևնույնն է կեղծելու են, միևնույնն է նախ սկսենք դրանից, որ դրա համար նրանք պետք է 650,000 ձայն այո բերեն։ Մի երկրում, որտեղ միգուցե 100,000 էլ չհավաքվի իրենց Սերժ Սարգսյանի ամբողջ շրջապատով, չգիտեմ, իրենց իշխանական կառույցներով, բարեկամներով եւ այլն եւ այլն։ Այսինքն շատ պետք է կեղծեն։ Եվ եթե ժողովուրդը միակամ գնում է հասկանալով այս ոչի քվեարկության, ոչի ակտիվ մասնակցության այս կարևորությունը հասկանալով գնում է այդ բանը անում է, շատ կներեք մեծ խնդիրների հետ է բախվում իշխանությունը, անգամ եթե ունի բոլոր այս մեխանիզմները կեղծելու։ Եվ Լևոն Բարսեղյանի ասած ծրագիրը դա այդ կեղծիքի ծավալի սահմանափակման ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկն է։ Հիմա իսկապես շատ անհավասար պայքար է գնում, իշխանությունը իր ամբողջ ապարատով կեղծում է ու մի քանի սկզբունքային քաղաքական ուժ, մի քանի ուժ, որ ընդհանրապես դիմադրության կամքը պահպանել են եւ չեն վերահսկվում իշխանության կողմից, փորձում են ժողովրդի հետ միասին, հասարակության հետ միասին ճակատամարտ տալ։ Եվ այստեղ կարևոր է նաեւ ռեսուրսների առկայությունը։ Առաջինը դա մարդկային ռեսուրսն է, երկրորդը դա ֆինանսական ռեսուրսն է։ Ոչի ճակատը տիրապետում է այն մինիմալ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներին, որը հնարավորություն կտա մեղմել ընտրակեղծիքների ազդեցությունը հանրաքվեի արդյունքների վրա։ Ես ցանկանում եմ շատ անկեղծ լինել եւ օգտագործել նաեւ այն հնարավորությունը, որ տրվում է այս հաղորդման շնորհիվ հայտարարելու համար, որ այս անգամ մեր ռազմավարությունը լրիվ այլ է լինելու, քան մինչև հիմա եւ այսինքն մինչև հիմա բնականաբար այնուամենայնիվ ինչպես միշտ Հայաստանում քաղաքական ուժերը ունեցել են մեծահարուստների հետ ինչ որ կոնտակտներ, հնարավորություններ, նրանց կողմից ֆինանսավորում եւ այլն եւ այլն։ Իշխանությունը այս ամենը վերցրել է հիմա իր բացարձակ վերահսկողության տակ եւ հիմա ազատ մեծ փողեր չկան հիմա։ Եվ հիմա փաստորեն ինքը նաեւ դրանով է իրան ավելի ինքնավստահ զգում, ինքը համարում է, որ քանի որ արդեն բոլոր մեծահարուստները գտնվում են վերահսկողության տակ, ուրեմն ոչի քարոզարշավը որևէ շանս չունի։ Եվ ես կարծում եմ, որ ամենաադեկվատ պատասխանը ստեղծված վիճակում այն է, որ մենք իսկապես հանրաքվեի մասին օրենքի շրջանակներում ստեղծենք համաժողովրդական դրամահավաք։ Սկսել եք արդեն։ Ոչ միայն սկսել ենք, արդեն բաց է ոչի քարոզարշավի
հաշիվը կենտրոնական բանկում, դրա մասին մենք հայտարարություն ենք արել, մեր համատեղ շտաբը դիմել է Հայաստանի քաղաքացիներին, ոչի քարոզի շտաբը, որ մենք իսկապես ակնկալում ենք, հորդորում ենք, որ ամեն մեկը իր կարեցածի չափով մասնակցի այս քարոզարշավին։ Ասեմ, ինչու ենք մենք վստահաբար ասեմ, եթե ուզում են լավ կներեք քաղաքական ուժ ունենալ, որին պետք է վստահել կամ ինչ որ բան պարտադրել այդ քաղաքական ուժին, ես կարծում եմ, որ քաղաքացիները պետք է ֆինանսավորեն հենց քաղաքական կուսակցություններին։ Ես լրիվ համաձայն եմ ձեզ հետ եւ միգուցե այսօր մենք ունենանք առաջին փորձը դեմոկրատական դրամահավաքի, լուրջ դրամահավաքի, որին կմասնակցի ժողովուրդը, ասենք անգամ ես ուզում եմ ասեմ, անգամ եթե մարդը կարող է ասենք այս գործի համար տալ ընդամենը 200 դրամ, մենք դա չենք համարի, որ դա շատ փոքր գումար է, մենք հակառակը շատ եւ երախտապարտ կլինենք եւ կհամարենք, որ սա ի վերջո ամենալավ չափանիշն է ժողովրդի մասնակցությամբ։ Եթե մարդը գնում է իր չեղած փողից 200 դրամ տալիս է այս գործի համար, նշանակում է ինչքան արժեքավոր է իր համար։ Եթե 100,000 հոգի 1000 դրամ փոխանցեն այդ ֆոնդին, ես կարծում եմ, որ դա լրիվ բավարար կլինի ընդհանրենք այս քարոզարշավը իրականացնելու համար։ Պարոն Զուրաբյան, Գիտեք, ես նաև չէ, ես ուզում եմ ժողովուրդը պարզ հասկանա, սա այսինքն ինչի համար է պետք այս գումարը։ Այս գումարը պետք է շատ պարզ բանի համար։ Այսօր փաստորեն մեր ոչի քարոզարշավը օրենքի համաձայն ունի ընդամենը 60 րոպե հանրային եթերով անվճար եթեր։ Այսինքն պարզ է, որ սա շատ քիչ է եւ պետք է մենք կարողանանք գնել վճարովի եթեր, որ կարողանանք մեր քարոզը հասցնել ժողովրդին։ Իսկ դա բավականին մեծ փող են, այսինքն 60,000-ից մինչև, չգիտեմ, 150,000 1 րոպեն հեռուստատեսությամբ։ Այսինքն սա հսկայական միջոցներ են, որ մեզ պետք են։ Տպագիր նյութերի հրապարակումը, մեր քարոզարշավը մարզերով, գյուղերով, այդ ամենը խնդիր է։ Վստահված անձանց բաշխումը ըստ տեղամասերի, ասենք մի քիչ ուժեղ մարդուն պետք է տանել մի գյուղ, որտեղ ասենք տերորի բան է, իրավիճակ է, այդ մարդուն պետք է տեղափոխել, տրանսպորտային խնդիրներ կան եւ այլն։ Այսինքն այս ամենը պահանջում է գումարներ եւ մենք կոչ ենք անում, հորդորում ենք ժողովրդին, որ Սերժ Սարգսյանին մերժելու այս գործը պետք է դառնա համաժողովրդական գործ։ 200 դրամի կամ 100 դրամի համար էլ մենք երախտապարտ ենք լինելու, շնորհակալ ենք լինելու այդ ներդրումը կատարած քաղաքացին։ Ես կասեի, քաղաքացին պարտավոր է ֆինանսավորել ամեն դեպքում այն գաղափարները, այն գործունեությունը, որը համարում է, որ դա իր շահերից եւ իր սկզբունքներից է բխում, դա շատ նորմալ ժողովրդավարական մոտեցում է։ Պարոն Զուրաբյան, անդրադառնանք ոչի ճակատին, արդեն փորձենք եզրափակել։ Էլի կրկնեմ, իշխանության պարագայում հասկանալի է, այնտեղ համախմբված են, բուրգը կազմ, կառուցված սպասում է իր գործողություններին, խնդիր չկա։ Ոչի ճակատում ես խնդիրներ եմ տեսնում, կողքից շատ փորձագետներ կրկին խնդիրներ են տեսնում կապված ֆրագմենտացիայի հետ։ Քաղաքացին, որը չի ցանկանում, որ այդ հանրաքվեն իրականություն դառնա կամ արդյունքները կեղծվեն, ակնկալում է միասնական դիրքորոշում ոչի ճակատից։ Լավ, ինչ ենք անում մենք, այսինքն ինչ հրահանգների պետք է ենթարկվեմ կամ ինչ ձայնի պետք է ես լսեմ։ Հիմա կան տարբեր ուղղություններ, ճիշտ է ասում եք, ռազմավարական առումով խնդիր չկա, բայց ամեն դեպքում այդ եղած խնդիրները, որոնք հրապարակային երևում են, ինչ որ ստեղծում են անմիասնականության տպավորություն։ Միգուցե ես սխալվում եմ, խնդրեմ ուղղեք ինձ։ Միասնականության հանգամանքը շատ կարևոր է եւ այդ միասնականությունը իրականում ձևավորվել է սեպտեմբերի 12-ին, երբ որ այս իշխանություններին եւ այս համայնական փոփոխությունները մերժող բոլոր քաղաքական ուժերը ստորագրեցին այդ չեք անցկացնի կողմից հրավիրված հավաքում այդ հռչակագիրը։ Դա հասկանալի է, բայց կոնկրետ գործողություններ։ Դե հիմա դուք ասում եք, արեք հանրաքվեն վերահսկենք, որպեսզի իշխանությունը չկեղծի, մյուսը ասում է, չէ, դա ինձ չի հետաքրքրում, ես ավելի լավ այդ մարդկանց հավաքեմ, գնամ հեղափոխություն անեմ, ազատության հրապարակում։ Գիտեք, ես ասում եմ, մեկը մյուսին չի խանգարում։ Սա իրականում ոչ թե պառակտում է, այլ աշխատանքի բաժանում է։ Ով ինչ կարող է պետք է անել։
Եթե մեկը համարում է, որ հանրաքվեի վրա պետք չի շատ ժամանակ ծախսել, պետք է քարոզել իշխանության դեմ եւ հանել փողոց։ Մենք նախ ինքներս ենք դա անում, բայց մենք չենք կարծում, որ միայն դրանով կարելի է սահմանափակվել։ Հակառակը, մենք կարծում ենք, որ ժողովրդի շատ ավելի մեծ շերտերը, ավելի մեծ մասը դա չափավոր զանգվածներ են, ասենք մարզերում, գյուղերում, տարբեր տեղերում այդ մարդիկ են, որոնք չեն էլ կարող գան ազատության հրապարակ ինչ որ գործողությունների համար, բայց իրենք պատրաստ են նույնիսկ պետական ապարատի աշխատողներս համոզված են, որ շատերը պատրաստ են գնալ ուղղակի ոչ քվեարկել եւ շատերը պատրաստ են նաեւ այդ ոչը պահելու ուղղությամբ ինչ որ քայլեր անել։ Այսինքն մեկը մյուսին ոչ միայն չի վնասում, այլ նաեւ օգնում է։ Պատկերացրեք փողոցը եռում է, դա նշանակում է արդեն դեմորալիզացիա կեղծողի մոտ, այսինքն նա արդեն տեղամասում իրեն շատ անհարմար վիճակում է։ Հուսանք, որ ընդդիմությունը այդքան ակտիվ ռեսուրս կունենա, որպեսզի համ փողոցը եռացող վիճակում պահի, համ ընդրատեղամասերը վերահսկված։ Բոլոր ուղղություններով պետք է աշխատենք։ Մենք պետք է մթնոլորտը փոխենք երկրում եւ մեր այցերը օրինակ գյուղեր արդեն ցույց են տալիս, որ այդ մթնոլորտը կամաց-կամաց փոխվում է։ Ինչքան ժողովուրդը հասկանա, ինչ քաղաքական ծրագիր են իրեն փաթաթում եւ ոնց կարելի է մերժելով այդ քաղաքական ծրագիրը էապես արմատապես փոխել երկիրը, այնքան այդ գրադուսը, այդ աստիճանը դժգոհության, վրդովմունքի կբարձրանա եւ այդքան ավելի մեծ շանսեր կլինեն հաջողության հասնելու համար։ Պարոն Զուրաբյան, մեր զրույցը երկարում է, բայց ամեն դեպքում այս հարցը տամ ընդրակեղծիքների հետ է կապված կրկին, արդեն տեղեկություններ են գալիս, որ ընդրացուցակները ուռճեցված են, բավականին մեծ, օրինակ Շիրակի մարզում 50,000 պարզվում է, որ վերջին 1 տարվա ընթացքում Շիրակի մարզի բնակչությունը ավելացել է 50,000-ով, չեմ սիրում պիտակավորել սա, բայց պետք է ասեմ, որ սա մարազմատիկ հաշվարկ է, այլ կերպ ընդհանրել չի կարելի մասսայական արտագաղթի պարագայում 50,000-ով ավելացնել բնակչության թիվը, դա չգիտեմ ինչ է։ Ինչ է կարծում, արդեն գրեթե ժամանակ չկա, մի ամիս մնացել է, բայց ընդդիմությունը հնարավորություն ունի գոնե ինչ-որ չափով ճշգրտելու այս ցուցակները, ասենք դուք մարդիկ ունեք, ենթադրենք Գյումրի, այս ինչ տեղամասում փորձի մոտավոր հաշվարկել, թե իրականում ինչքան կա եւ իրականում ինչքան է ներկայացված, սա էլ է շատ կարեւոր գործ, որովհետեւ հիմքերի հիմքն է կարծում եմ ընդրակեղծիքները։ Համաձայն եմ, իհարկե մենք կփորձենք մեր եղած հնարավորություններով ճշգրտել ցուցակները, բայց ինքը փաստը, որը դուք նշեցիք, արդեն ինքնին աղաղակող փաստ է, որ ասենք, որը կարելի է լուրջ բողոքարկման առիթ դարձնել։ Այստեղ մի ուրիշ հետաքրքիր խնդիր կա։ Պատկերացրեք, որ ինչպես միշտ լուրջ խախտումներով է անցնում այս հանրաքվեն եւ ոչի քարոզարշավը դիմում է սահմանական դատարան բողոքարկման համար եւ պարզվում է, որ այդ դատարանը, որը պետք է անաչառ եւ օբյեկտիվ ձևով քննարկի այդ գործը, գլխավորում է մի մարդ, մի նախագահ սահմանական դատարանի, որը այդ այոյի դրված շահերի բախում է այստեղ հանրաքվեի դրված նախագծի համահեղինակն է մեկ եւ խորհրդարանական համակարգին անցնելու ակտիվ քարոզիչը։ Այսինքն ամեն քայլափոխին մենք տենում ենք մի աբսուրդ, մի աղավաղված իրողություն, որը պետք է վերհանել։ Եվ մենք հետևողական քայլեր ենք անելու այն ուղղությամբ, որ հանրաքվեն տապալվի, եթե տապալել միջև հանրաքվեն, սա հնարավոր չի լինի, ուրեմն պետք է մենք աշխատենք անգամ բոլոր ընտրակեղծիքների ծավալով արձանագրել ոչը։ Իդեպ այս պահին ես ուզում եմ հիշեմ, որ Չիլիում էլ Պինոչետի հանրաքվեի ժամանակ ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր է, ավելին բոլոր գիտեն, որ նա ընտրակեղծիքներ կիրառել է եւ հիմա էլ կիրառում է եւ ընտրակեղծիքները եղան այդ հանրաքվեում, բայց այնքան միահամուռ էր ժողովուրդը Պինոչետին եւ այդ բռնապետությունը մերժելու խնդրում, որ նա ստիպված արձանագրեց 52% թե 53% հոգուտ ոչի։ Եվ ես ասում եմ եւ միշտ էլ ասում եմ, մենք ունենք նման նախադեպ, ունենք նման շանս, այդ շանսից չօգտվելը
համարում եմ մեծագույն սխալ։ Շնորհակալություն, ես ձեզ արդյունավետ աշխատանք եմ մաղթում, հիշեցնեմ, որ այսօր Սահմանադրական հանրաքվեի թեմայով զրուցում էի Ոչի ճակատի քարոզչության միասնական շտաբի պետ Լևոն Զուրաբյանի հետ, կհանդիպենք։